Վերջին օրերին քննարկումների թեմա են դարձել Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող Սուրբ Նիկոլայոս Սքանչելագործ եկեղեցու պատմական հուշարձանի վերականգնման աշխատանքները։ Մի շարք մասնագետներ եւ ոլորտով հետաքրքրվող քաղաքացիներ սոցիալական ցանցերում մտահոգություն են հայտնել, նշելով, որ վերականգնումից հետո եկեղեցին անճանաչելիորեն փոխվել է եւ կորցրել իր նախկին տեսքը։ Մեկ մասը շոկի ենթարկվեցին մարդիկ, նույնիսկ լավ իմացողները գրում էին, որ այս ուրիշ հուշարձանը անհնար է, ասա նույն բանը չի, երևի սխալվել է եւ այլն, բայց ես ճշտել էի նախքան հրապարակել, դա նույն հուշարձանն է, ուղղակի այն կարգի այլափոխված, այստեղ ռեստավրացիայի մասին խոսք չի կարող լինի, որ անճանաչելի էր։ Արևելագետ Դավիթ Վարդազարյանը, ով երկար տարիներ զբաղվում է մշակութային ժառանգության պահպանության հարցերով, ընդգծում է, որ հայկական եկեղեցիների մի մասը վնասվել է հենց վերականգնման աշխատանքների ընթացքում, իսկ երբ փորձել է բարձրաձայնել խնդիրների մասին, մեղմ ասած ծաղուծանակի է ենթարկվել պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրենի կողմից։ Շատ ուր սրամտության դրսևորումներով երևի Ժաննա Անդրեասյանի շկոլայի այդպես ազդեցությունն է։ Այդպես ինչ-որ ինքը որոշեց այդպես արձագանքի, այնտեղ կան նաև ահավոր ծառահատումներ, այդ հուշարձանի տարածքն այս օրերին տեսնում ենք Երևանում Ինչերկոցի դա կատարվում, այդ նույն փոխով տարբեր գիտեր նաև դրա մասին գրել լավ ծառերը խեք հատել, բան, այդտեղ ինքը որոշել է, որ ինքը նաև բնապահպանության մասնագետ է, ասում է, որ այդպես է պետք։ Օրագիր Նյուզը փորձեց պարզաբանում ստանալ անձամբ ՊՕԱԿ-ի ղեկավար Խաչիկ Հարությունյանից։ Վերջինը չցանկացավ զրուցել մեզ հետ, աշխատակցի միջոցով փոխանցելով, որ սպասենք թեմայի վերաբերյալ իրենց հայտարարությանը, որտեղ կլինեն մեր բոլոր հարցերի պատասխանները։ Ավելի ուշ ՊՕԱԿ-ի հայտարարությունից տեղեկացանք, որ ավարտվել են Սուրբ Նիկողայոս հրաշագործ եկեղեցու վերականգնման աշխատանքները։ Հայտարարության մեջ մասնագետները լայնորեն անդրադարձել էին մտահոգ քաղաքացիների կառույցի վերականգնման հետ կապված դիտարկումներին, մասնավորապես ուղղափառ եկեղեցու անբնական գույնին, որը վերջին շրջանում մեծ քննադատության էր արժանացել։ Ճարտարապետների եւ բնապահպանների կարծիքով եկեղեցին չի արտացոլում իր նախկին տեսքն ու երբեմնի հմայքը։ Եկեղեցին այժմ դիտվում է որպես բացարձակ նորակառույց գեղեցիկ շենք, գրում են նրանք մեկնաբանություններում, միաժամանակ մատնանշելով մեկ այլ կարևոր խնդիր՝ կատարված ծառահատումները եւ տարակուսում, թե ում էին խանգարում այդ ծառերը։ Նրանցից շատերը նշում են, որ երբեմն վերականգնումը ավելի մեծ վնաս է տալիս, քան ընդհանրապես չմիջամտելը։ Փաստացի դա կգնմսնեի Ժաննա Անդրեասյանի ոչ բարով ղեկավարած կառույցի պատվերն է վերականգնումը, որի համար պետությունը կոմանդները հասկացում եւ այլն, դա մեջ այլ բացախումներ կա։ Ես մի քանի առած տեսնում եմ, որ այդ նույն անվանումով լրիվ ուրիշ տեսքով հուշարձան է, ոչ այն տեսքով, որ մենք բոլորս սովորենք։ Ծառերի հետ կապված խնդիրը բացահայտվել է միայն շինաշխատանքների ընթացքում, երբ պարզվել է ծառատմատները ներթափանցել են եկեղեցու ներս կամ հիմքերի տակ եւ վտանգ են ներկայացնում եկեղեցու հետագա պահպանության համար, պատճառ դառնալով մշտական ջրակուտակման եւ զանազան այլ խնդիրների։ Մասնավորապես ծառատմատներից շատերը երկար ժամանակ մնացած լինելով ջրի եւ խոնավության մեջ փտել էին, ուստի փաստաթղթավորված կարգով առաջարկվել է պատասխանատու մարմնին միջոցներ ձեռնարկել խնդրի լուծման համար։ Պատասխանատուների որոշմամբ ծառերը կտրվել են թե եկեղեցու եւ թե քաղաքացիների անվտանգության նկատառումներով, տեղեկացնում է ՊՕԱԿ-ը։ Ինչ վերաբերում է եկեղեցու գույնին, ապա ՊՕԱԿ-ի բացատրությունը հետեւյալն է. Ամրակից գյուղի եկեղեցին կառուցված է ռուսական եկեղեցու ավանդական, հատկապես ուշ միջնադարյան ճարտարապետության եւ գեղարվեստական հարդարանքի օրինաչափություններով, որին ամենից բնորոշը հենց գունային բազմազանությունն է։ Դրանում հատկապես մեծ տեղ է հատկացվել եւ հատկացվում կապուտի գործածությունը, եւ հայաստանյան այս եզակի եկեղեցին ոչ միայն բացառություն չէ, այլև դրանից ընդամենը մեկն է։ Հայաստանում պատմական հուշարձանների պահպանության եւ վերականգնման ոլորտում անկախ հետազոտողները, ճարտարապետներն ու մշակութաբանները տարիներ շարունակ տարբեր ահազանգեր են հնչեցնում։ Դրանք վերաբերում են ինչպես սխալ վերականգնման մեթոդներին, այնպես էլ կառավարման, ֆինանսավորման եւ վերահսկողության խնդիրներին։ Շատ հետաքրքիր է, արդյոք իրանք որևէ մասնագետների հետ խորհրդակցել են այդ ոլորտի, որտեղ մենք գիտենք, չէ՞, ասենք Էջնասնի ռեստավրացիայի ժամանակ Իտալիայից կազմել մասնագետներ կան եւ այլն, այսինքն մի քիչ անհասկանալի մնաց, բացի այդ խորհուրդ տալը, ծաղրելը,
չգիտեմ, բոլոր հարցերին այսպես բանասեր մասնակետը մեկ տարելի հարցով էր, մեկ հուշարձանի գույնի հարցերով էր այսպես հոխորտում։ Հայաստանում հուշարձանների մեծ մասը վտանգված վիճակում է։ Պետական կառույցների տվյալներով հանրապետությունում հաշվառված է մոտ 25,000 պատմամշակութային հուշարձան, ներառյալ նորահայտ հուշարձանները։ Հայաստանում 700-ից ավելի հուշարձան վտանգված է, 600-ից ավելի հուշարձան վթարային վիճակում։ Միաժամանակ իրականացվում է մոտ 20 վերականգնման ծրագիր։ Հավելենք, որ ԿԳՄՍՆ-ն թեև մեծ գումարներ է հատկացնում պետական բյուջեից տարբեր ծրագրերի եւ նախաձեռնությունների համար, սակայն հաճախ վերջնարդյունքը չի համապատասխանում սպասումներին։ Աշխատանքները ձգձգվում են, կատարվում են անորակ կամ կրկնակի վերանորոգման կարիք են ունենում։ Հանրային միջոցների նման օգտագործումը ողջամիտ հարցեր է առաջացնում պետական պատասխանատվության, թափանցիկության եւ հաշվետվողականության վերաբերյալ։